Ժողովուրդ օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ այս օրերին իշխող ՔՊ կուսակցությունում իսկական մրցավազք է սկսվել։ Բանն այն է, որ ՔՊ-ականները պետք է շատ ակտիվ աշխատեն իրենց ռեյտինգի վրա, որպեսզի կարողանան կուսակցական 1000 պատվիրակներից ձայներ հավաքել։ ՔՊ-ականները տարբեր մարզերում պետք է ՔՊ ակտիվին համոզեն ձայներ տալ իրենց։ Մեր աղբյուրների փոխանցմամբ ՔՊ ցուցակում ընդգրկվելու համար ՔՊ-ականները պետք է 1000-ից մոտ 400-ից 500 ձայն հավաքեն։ Բացի ընդգրկվելուց ՔՊ-ականները պետք է կարողանան ցուցակում լինել լավ դիրքերում, առաջատար համարներում, որպեսզի կարողանան իշխանությունում տեղ գտնել։ Դրա համար էլ նրանք թեժ պայքարում են իրենց տեղի համար։ Հիշեցնենք, որ երեկ գրել էինք, որ Ժողովուրդ օրաթերթը տեղեկացել էր այս օրերին իշխող կուսակցությունում եւ վարչությունում թեժ քննարկվում է, թե 2026 թվականի նախընտրական ցուցակը վերջնական հաստատելու համար ինչ կարգ ընտրել, որպեսզի հնարավոր լինի ապահովել արդարություն եւ մրցակցություն։ Մեր տեղեկությունների համաձայն նախնական որոշված է, որ կրկին ընտրվելու է 1000 պատվիրակ եւ 3 օր շարունակ ուղիղ եթերի ռեժիմով պետք է ունենալ ներքին ընտրություն, այսինքն ԿՊԱ-ական պատվիրակները գալու են եւ ուղիղ եթերում ընտրելու են այն անձանց, ովքեր պետք է ձևավորեն ՔՊ-ի 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների վերջնական ցուցակը։ Քվեարկությամբ կդասավորվեն առաջինից մինչև վերջին համարները եւ պատվիրակները կորոշեն, թե որ ԿՊԱ-ականն է ամենաբարձր վարկանիշ ունեցողը եւ որ համարի ներքո պետք է մասնակցի ընտրությունների։